եք առաջիկա ընտրությունների եւ կուսակցությունը նոր մոտեցում է ըստ էության ցուցաբերում տեխնացուների հավաքագրման հետ կապված, խնդրում եմ բարձրաբանել դա ինչով է պայմանավորված եւ գումարի չափը 500,000 կուսակցականների դեպքում եւ 1.5 միլիոն անկուսակցականների դեպքում ինչպես է այդ գումարը որոշվել է չափը, այդ գումարը ինչ է լինելու, արդյոք այստեղ շուտ կոռուպցիոն դրսևորումներ չեն կարող լինել։ Ինչ կոռուպցիոն դրսևորում։ Նախ ասեմ, որ այն ինչ որ դուք ասում եք նորություն, ոչ մի բան նորություն չի։ Այսինքն այդպես միշտ տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում, այլ բան, որ թե ինչքանով է դա հանրային ուշադրություն գրավել, ինչքանով ոչ, իմիջիայլոց ուզում եմ ասել հերթական ընտրությունների պարագայում, օրինակ 2017 թվականի հերթական ընտրություններում մենք նույն սկզբունքով ենք արել, որովհետև մեր կանոնադրության համաձայն էլ մենք արտահերթ ընտրությունների դեպքում, քանի որ ժամանակացույցի խնդիր կա, ցուցակը մի քիչ արագացված ռեժիմով է ձևավորվում, իսկ հերթական ընտրությունների դեպքում ավելի, այսպես ասած, տևական պրոցեսի արդյունքում մենք փաստորեն 2026 թվականին նախորդ հերթական ընտրությունը, որին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցել է, եղել է 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները եւ մենք ամեն ինչ նույն ձևով ենք արել։ Երկրորդը առաջադրումների վերաբերյալ տեխնացուները միշտ էլ այդ առաջադրման վճարը իրականացրել են, որովհետև մենք քարոզարշավ ենք, չէ, իրականացնելու։ Մենք պետքա նաև մեր ներդրում ունենանք, բավա ֆինանսավորելու։ Իհարկե մենք դրամահավաքել կկազմակերպենք եւ 17-ին էլ ենք կազմակերպել 15-ին էլ, բայց դա նաև նրա համար է, որ մենք որևէ մեկը եթե տեխնացություն է առաջադրում, պետքա նաև ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում պարտադիր չէ անձնական, որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ տեխնացու լինելը նշանակում է որոշակի առաջնորդություն։ Հետևաբար յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում, եթե անձամբ ինքը այդ որոշումը չի կայացնում, իր միջավայրում դրամահավաք կազմակերպել ընտանիքի անդամներ, ընկերներ եւ այդ ներդրումը անել։ Ինչու կուսակցականներին 500,000 դրամ, ոչ կուսակցականներին 1.5 միլիոն, որովհետեւ կուսակցականները այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերությունը, որ նույն վիճակին լինի, ներառյալ այս ընթացքում կուսակցականների վճարած անդամվճարները, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար։ Շնորհակալություն, Աննա Զախարյանը, Ողջույն կխնդրեմ Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների հետ կապված մի քիչ մանրամասնեք, առաջին խմբականակը փաստորեն գիշերը հասել է, ճանապարհին ինչքան կա առաջիկա որոշակի ժամկետի համար պայմանավորվածություններ կան թե չկան ու դա ինչքանով շարունակական կլինի եւ արդյոք միայն խոսքը ցորենի մասին է։ Գիտեք, քանի որ իրավիճակը անսպասելի եւ դինամիկ զարգացումներ են ունենում, ամեն օր բան է փոխվում, որտեղ ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, ընկալումն այն էր, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետեւ նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի հնդածս տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա եւ ես կարծում եմ, որ
իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնի ձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։